Տիկին Հակոբյան, ինչու իշխող ուժը չի պահանջում Արփինե Սարգսյանի հեռանալը, քանի որ հանցագործությունները նա չի կարողանում կանխել, դուք ինքներդ էլ տեսաք փառաքարում ինչ տեղի ունեցավ, դրանից հաջորդեց Արաքս գյուղում կրկին սպանություն, հետո էլի սպանության դեպք տեղի ունեցավ, ինչու չի պահանջում Արփինե Սարգսյանի հեռանալը։ Տեսեք, տենց երկիր կա, որտեղ 100%-ով բոլոր սպանությունները կանխվում են, հա, հանցագործություն, հեսա ես ձեզ լսում եի, տեսեք։ Չկա տենց երկիր, որտեղ 100%-ով կարողանում են կանխարգելել։ Կանխարգելելը շատ կարևոր է եւ էլի ուղիղ հա ներքին գործերի տիրույթում է։ Բայց մենք չգիտենք, չէ, ինչքան հանցագործություններ են կանխվում։ Կան հանցագործություններ, որոնք միևնույնն է տեղի են ունենում։ Սրանից եւս պետք է հետևություններ անել, բայց դա չի նշանակում, որ բոլոր հանցագործությունները չեն կարողանում կանխել, պրավալ են տվել եւ այլն։ Շատ վատ է, որ նման դեպք է տեղի ունեցել, նման վրեժխնդրություն է տեղի ունեցել, մտադրված սպանություն, այն էլ ընտրված համայնքապետի նկատմամբ։ Եվ իդեպ ուզում եմ ցավակցություններս նաեւ հայտնել ընտանիքներին, երկու զոհերի էլ։ Դրա համար պահանջել հրաժարական քանի որ սպանությունը տեղի ունեցել, սա եկեք համաձայնենք, որ լուրջ չէ ու ոչ մի նախարար տվյալ դեպքում չի կարող աշխատել, որովհետև վատ է, բայց միշտ էլ հանցագործություններ լինում են, ցավալի է, բայց սպանություններ լինում են, գողություններ լինում են, ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում են, ամեն ինչ լինում է։ Կարծիքներ են շրջանառվում նաև, որ գուցե հենց իշխանություններին է ձեռնտու եղել ուրիշի ձեռքով Վալոդիա Գրիգորյանից ազատվելը։ Նման բոլոր պնդումներ անողները պետք է գնան իրավապահ համակարգի առաջ, բացատրություն տան, ինչ ինֆորմացիա են տիրապետում, որին համակարգը չի տիրապետում։ Ուղիղ падգամավորներ էլ ստեղ կան նստած, չնայած նստած չեն, իրանք պրոստը գալիս են գրանցում են, որ փող ստանան։ Падգամավորներ էլ կային, որոնք տենց ասեցին, հա, որ իշխանությունն է սպանել, այդ մարդիկ պետք է գնան եւ պատասխան տան, ինչ ինֆորմացիա են տիրապետում, որ նման հայտարարությունն են անում։ Ու վերջ, այդ կարող եմ ասել։ Ալեն Սիմոն, հասկանում եք, քանի որ այսօրվա ընդդիմությունը խորհրդարանական նախկին իշխանությունն է, իրենք իրենց արշինով են չափում։ Այսինքն պատկերացնում եմ, որ քանի որ իրենց ժամանակ մարդասպանությունները բավականին շատ են եղել, ել չեմ ասում, որ նաև շատ բաներ պաշտոնյաներ, հա, անգամ գրքեր են զոնել, հա, օրինակ Քոչարյանի արյունոտ տասնամյակը եւ այլն, հա, քաղաքական սպանություններ, անունը տալու համար զուգահանում սպանել եւ այլն, մտածում եմ, որ այս իշխանություններն են նման կերպ։ Այդպես բան կա Հայաստանում այսօր մոտավորապես 40%-ում, եթե ոչ ավել, քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չէ տարբեր բաներում, թիմերում, հա, եւ նորմալ է դա ժողովրդավարություն է։ Իսկ ով է սպանվել։ Մի քանի 1-2 դեպք կա, որ մարդիկ գնացել մտել են քաղաքականություն, քանի որ իրավապահ համակարգը իրենց հետևից գնացել է իրենց արասների համար։ Եկել են մտել են քաղաքականություն, որպեսզի իրենք ասեն մենք քաղաք բանտարկյալ ենք։ Հիմա ոնց որ շատ падգամավորներ են ասում։ Հա, քանի որ իրենք իրենց իշխանավարման ժամանակ հանցագործություններ են կատարել, տարբեր օրենսգրքով նկարագրված արարքներ են գործել, այսօր համակարգը գնում է դրա հետևից, ասում են մենք քաղաք բանտարկյալ ենք։ Չանեիք ոչ մի բան։ Ալեն Սիմոնյանի հետ ձեր մտերմության շնորհիվ կարողացել եք բարելավել ձեր դիրքերը կուսակցությունում նախկինում, համեստ էիք, հիմա խոսում եք անգամ կուսակցություն փակելու մասին, ինչպես որ մենակ հայ հեղափոխական դաշնակցության մասին է գնում խոսքը։ Պարոն Սիմոնյանի հետ իմ մտերմությունը ես երբևէ չեմ թաքցրել, ես եղել եմ պարոն Սիմոնյանի օգնականը, երբ նա ազգային ժողովի փոխնախագահ էր, եւ դա իմ կենսագրությունն է, որով ես հպարտանում եմ։ Ինչ վերաբերում է կուսակցությանը, ես ինքս կուսակցությունում նաև իմ որոշակի աշխատանքներն ունեցել եմ, իմ ներդրումն ունեցել եմ, ես ժամանակին միշտ ներգրաված եմ տարբեր ընտրական process-ներում եւ այլն, տարածքային կառույցներ եմ հաճախակի այցելում, իմ կուսակցական ընկերների հետ եմ շփվում, տարբեր զեկույցումներ եմ ունենում, հարցերի եմ պատասխանում եւ հետեւաբար նաև հավակնել եմ եւ ընտրվել եմ վարչության անդամ որպես մեր նոր համաժողովը նոր ա եղել գիտեք։ Եվ սա, չգիտեմ, համեստության մասին ձեր համեմատությունը էլի, այսինքն եթե խոսում ես որ այսինքն ուզում եք ասեք որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ բան է, ոչ համեստ մարդ է եղել։ Չէ, ինքը փակել է, չէ, դաշնակցությունը։ Օրինակ դուք ուզում եք ասեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ համեստ, տենց լկտի պահվածքով անձնավորություն է եղել։ Դե դուք նախկինում
Լևոն Տեր-Պետրոսյանն էր դրանից առաջ չէր խոսել։ Փակեց դաշնակցությունը, փակեց ուղիղ։ Ես որ ասում եմ միգուցե պետք է մտածենք անել այնպես ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, ուրեմն ես համեստ չեմ, նշանակում է Լևոն Տեր-Պետրոսյանը լկտի պահվածքով մի անձնավորություն էր, որ փակեց։ Ձեզ եմ հարց տալիս, դուք եք այդ հարցը, ասում եք դուք ժամանակին համեստ եք, հիմա սենց բան եք ասում, հիմա համեստ չեմ, ասում Լևոն Տեր-Պետրոսյանը լկտի պահվածքով անձնավորություն է, որ փակել է դաշնակցությունը, ինչ եք կարծում, դուք եք այդ հարցը տվել, դրա համար ձեզ եմ ասում։ Ես լսում եմ ձեր հարցը, ասում եք դուք համեստ, հիմա համեստ չեք, ասում եմ դաշնակցությունը Ով ասես չեմ խոսում, որ դուք ինձանից հարցազրույց չեք վերցրել, մտածում եք ես չեմ խոսել։ Ասում եմ, որ ժամանակին դուք ինձանից հարցազրույց չեք վերցրել, նշանակում է ես չեմ խոսել։ Շատ ավելի լավ, ուրեմն խոսել եմ։ Բայց համեստ էի ժամանակին։ Հիմա համեստ չեմ։ Ես էլ ձեզ ասում եմ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը փակեց դաշնակցությունը, ինքը մի լկտի պահվածքով անձնավորություն էր։ Դուք արդեն գնահատական եք տվել իմ մասին։ Դուք Ձեզ իրավունք տվել եմ իմ մասին գնահատական տալ։ Դե հիմա դուք իմ մասին գնահատական եք տվել։ Դրա համար ես էլ եմ գնահատական տալիս, ասում եմ, այսինքն ենթադրում եմ, որ քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը փակել է դաշնակցությունը, այն ինչի բանը նման արտահայտություն արել եմ, որ միգուցե պետք է մտածել, հա, ես։ Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը դա արել է, դուք կարծում եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի լկտի պահվածքով անձնավորություն էր։ Ես էլ ձեր հարցին հարցում եմ պատասխանում, դուք ինձ ասում եք դուք համեստ չեք հիմա, քանի որ նման բան եք ասել։ Ես էլ ասեմ, այսինքն դուք, եթե նման բան եք մտածում, շատ լավ մտածեք։ Այսինքն Լևոն Պետրոսյանը մի լկտի պահվածքով անձնավորություն էր։ Դե ես էլ ուրեմն չեմ պատասխանում ձեր այդ հարցին։ Ասում չեմ պատասխանում ձեր այդ հարցին, երբ որ դուք կպատասխանեք, ես էլ կպատասխանեմ։ Ձեր գնահատականին, երբ որ կպատասխանեք, ես էլ կպատասխանեմ։